Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի ողջ սահմանագծով սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը Արցախի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի համար ավարտվեց ցավալի ելքով, մարդկային ու տարածքային զգալի կորուստներով։ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավականու անդամները, Աբովյան քաղաքի կրթահամալիրի մանկավարժները, սաներն ու բազմաթիվ աբովյանցիներ այցելել են հերոսների պուրակ, հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Համայնքի ղեկավարի այցն ամփոփվել է մեր համաքաղաքացի հետախույզ փոխգնդապետ Վահագն Թումասյանի անունը հավերժացնող հուշանկյունում։ Հիշում ենք, քանի դեռ կանք և մեր սերունդներին դաստիարակում հայրենասիրության և հերոսների սխրանքների ոգով։ Հավերժ փառք և խոնարհում նահատակների հիշատակին, Facebook-յան էջում գրառել է Աբովյան համայնքի ղեկավարը։ Փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը, այս մասին հրապարակելով լուսանկար գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ժամը 7:10-ի սահմաններում Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն։ 44 օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիր, այդ թվում 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։ Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր, հայտնում են արտգործնախարարությունից։ Աշխատանքային այցով Անդորրայի իշխանապետությունում գտնվող ազգային ժողովի պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ այցելել է երկրի խորհրդարան։ Օրենսդիր մարմնում Հայաստանի պատվիրակությանը դիմավորել է Անդորրայի իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգը։ Խորհրդարանի նախագահի ուղեկցությամբ ազգային ժողովի պատգամավորները շրջայց են կատարել Անդորրայի խորհրդարանում, ծանոթացել պատմությանը և տեղական օրենսդրական փորձին։ Շրջայցին հաջորդել է ազգային ժողովի պատվիրակության հանդիպումն Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկումների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում միջխորհրդարանական կապերի ընդլայնման նոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։ Շարունակվում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք փոխանցում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Այցի օրակարգում ներառված են մի շարք հանդիպումներ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում քննարկվում են կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։ Նախարար Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալ
տվյալի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համաժողովների համադրման կարևորությունը, անդրադառնալով նախորդ COP-երի փորձին եւ տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։ Նախարարը շեշտել է ճիշտ մոտեցումների եւ արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը նպատակային եւ շոշափելի արդյունքների հասնելու համար։ Կողմերը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական գործընթացին, սպասվող աշխատանքներին եւ նախապատրաստական քայլերին։ Արդյունավետ եւ համակարգված ընթացք ապահովելու նպատակով կարևորվել է նաեւ շահագիցների հետ շարունակական կապի պահպանումը եւ համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության եւ տեղեկացվածության բարձրացմանը։ Հայաստանում 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպանությունների դեպքերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 8 ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ 2-ով նվազել են սպանության դեպքերը, նվազել են նաև հրազենով կատարված հանցագործությունները, ընդգծել է նա։ Սարգսյանը անդրադարձել է նաև շրջանառվող կարծիքներին, թե երկրում կրակոցների քանակը աճել է եւ իրավիճակը անկառավարելի է։ Այդ կրակոցների գերակշիռ մասը կապված է խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթների հետ եւ հիմնականում վերաբերում է օդաճնշիչ ատրճանակից կրակոցներին կամ օդ կրակելու դեպքերին։ Ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, անհիմն պնդում է, ասել է նա։ Նրա խոսքով 2025-ի 8 ամիսներին ոստիկանությունը գրեթե 2 անգամ ավելի շատ ապօրինի զենք զինամթերք է հայտնաբերել, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ սեպտեմբերի 26-ին ընդունել եւ լսել է սոցիալական, հողաշինական, տրանսպորտային ոլորտներին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաեւ զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված քաղաքացիներին։ Որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, մյուսներին ինչպես մարզպետի, այնպես էլ ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ։ Բարձրաձայնված մի շարք հարցեր կքննարկվեն համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների կողմից, փոխանցում են մարզպետի աշխատակազմից։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջական օրենսակաց կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմնին է ներկայացվել 1 անձ, հայտնում են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքներին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործման դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարութային գործողություններ, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը, քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ նախաքննության ընթացիկ արդյունքները վկայում են, որ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը ըստ արկա տվյալների շարունակությունն է այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի։ Այդ դեպքի ժամանակ սպանվել էր այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Սարգսյանը նշել է փետրվարյան միջադեպի մանրամասները ըստ քննության։ Մերձավան համայնքում մի խումբ անձանց միջև վիճաբանություններ սկսվել մեքենան արագ վարելու եւ չբարևելու հարցի շուրջ։ Բախումը վերածվել էր ծեծկռ
սրտուքի հնչել էին կրակոցներ։ 29-ամյա Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել։ Այդ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, կային ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։ Գործը ուղարկվել էր դատարան։ Սարգսյանի խոսքով այժմ դիտարկվում է վարկած, ըստ որի Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան միջանձնային հակասությունների շարունակությունն է, քանի որ նրա եղբայրն էր այդ անձը, որը մեղադրվում էր Մերձավանի միջադեպում։ Ներքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ փետրվարյան իրադարձություններից հետո ոստիկանությունը բազմիցս կանխարգելիչ քայլեր է իրականացրել լարված հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել հնարավոր նոր բախումների մասին։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք բերվել են բաժին, բացատրական աշխատանք է տարվել, ասել է նա։ Ներկայում հաշվի առնելով հնարավոր հետագա սրացումները, ոստիկանությունը տեղադրել է հենակետեր եւ շարունակում է ակտիվ միջոցառումներ կանխելու հետագա անցանկալի հետևանքները։ ՊԿ հայտարարություն է տարածել, պետական եկամուտների կոմիտեին տեղեկացնում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում Վերին Լարսի անցման կետում կիրառվելու է մուտքի ամսաթվի ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա եւ ժամի ամրագրում։ Կոմիտեն նաեւ հայտնում է Ռուսաստանի Դաշնության գործընկերները առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաեւ Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողները էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների եւ տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ, գցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն եւ տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում։ Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Միացյալ Թագավորությունից Թեհրանում խորհրդակցությունների համար։ Ինչպես տեղեկացնում են Մեհեր գործակալությունը, այդ քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական 3 երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, վերականգնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր եւ իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու եւ հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։ Ավելի վաղ անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ դրանք հիմնված չեն իրավական հիմքի վրա։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-ից 2-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հայտնում են հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է ամպրոպ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաեւ մառախուղ։ Սեպտեմբերի 28-ից ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 3-ից 6, սեպտեմբերի 28-ից 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը նվազել է 3-ից 5 աստիճանով, սեպտեմբերի 28-ից 29-ին նույնքան կբարձրանա։